Ինչու է Նիարդային Փաշինյանը Արաքոնից դուրս է գալիս հարձակվում մարդկանց վրա, ինչու հատկապես կանանց վրա։ Կհիշեք բժիշկ կնոջ վրա հարձակումը, նրա թևից քաշքշելը, մետրոյում արցախցի կնոջ վրա մատ թափ տալը, արդյոք հայ տղամարդուն ղեկավարին հարիր է կնոջ հետ այդպես խոսելը։ Հարազատ, դուք այնպեսի հարց տվեցիք, որ այս 3 տարեկան երեխաները որ հարցնենք, ասի որ դա ճիշտ չի, որտեղ դա նախ ամոթ է յուրաքանչյուր հայիս համար, եթե կնոջ հետ նման կերպ պետք է վերաբերի, առավել եւս եղբայր կորցրած կնոջ հետ, առավել եւս վաստակավոր կնոջ հետ, ում ինքը չի ճանաչում, ու նման արտահայտություններ անում, դա միանշանակ վարկաբեկեց արդեն իսկ չեղած հեղինակություն ավելի նվազեցրեց։ Ինքը թույլ է, ինքը իրոք այդ ուժը չունի։ Այսօր պաշտոնն է ու դեղն է նրան մի քիչ դոզա տալի, որ կարում է, դա կանայք էլ թույլ նուրբեյակ են, ստիմ բարշի, որ ինչ։ Վայլ այդ պահվածքը։ Վայ ամոթ է։ Տղամարդին ընդհանրապես ամոթ է կամ պաշտոնյային կամ ուժեղ միշտ ապացուցված է նույնիսկ սպորտի մեջ հզոր ուժեղ մարդը ինձ զսպվածություն ունի ու թույլ է մի քիչքան հանգիստ է պահում իրան, ավելի հասարակ, ավելի լավ։ Սա ապարշի որ իր թույլությունն է ստիպում, որ ինքը այդ ծևի հարցակվի։ Թույլ է ագա գտնեմ հարցակվում է, էլի։ Ամեն մարդ որ գվախենա գքորա։ Ես կգարձեմ, որ ինքը խոժաբի մեջ է, դակնավի մեջ է, որտեղ ինքը տեսնում է, որ ինքը կարող է ընդրությունները բարդվի եւ անգևերջ իր քաղաքական ավարտը լինի։ Այդ վերաբերմունք էր զոհվածի քրոջ ինչ վերաբերմունք ցույց տվեց բժշկուիկին, որ երկար տարիներ անկուն գիշերներ ես էլ եմ աշխատել հիվանդանոցում։ Այդ գիտեմ այդ իշտանջանքա, տղա ջան։ Անցել եմ թոշակին, որ հիմա մտել եմ մի հատ ստից խանութ աշխատում եմ, որ բավարարեմ իմ գոյությունը։ Անկուն գիշերների արդիվայից բոլորը։ Այդ ինչի է ինքը ջղայնան։ Ճիշտ խոսքից է վախենում, ինչի՞ց է վախենում։ Ճիշտ խոսքից, որ ելք չունի, որ պատասխանի։ Չի մանում ինչ պատասխանի, իր մեղքի բաժինը շատ է, որովհետև միանշանակ ունի վախեր, բարձրացն, այո, ունի վախեր, որովհետև որքան մոտենում է ընտրությունների օրը, այնքան ավելի ահուսարսափը պատում է կապահականներին, որովհետև յուրաքանչյուր այդպիսի վարվածքով, վարվելակերպով նա կորցնում է հսկայական քանակության ձայներ, չի կարելի, հայ կինը, հայ կնոջը, ինչպես կարելի է, առավել ևս վարչապետը քաշքշելով խոսի կամ հայոյանքով, ոնց ասեց, մի այսպիսի արտահայտությունները աստված իմ, համապատասխան տեղը կմտցնեմ, ինչ կանեմ, վախեցնում է ԱՀԾ-ի պատվալով կամ չգիտեմ, սկահակ է անվանում ժողովուրդ, եղբայր, ով է այդ իրավունքը տվել քեզ, շատ էլ որ դու վարչապետ ես, ինչ քավարցու ասածն է, տան տղամարդը ինչ կուզականա, որտեղ կուզակա նստա, այդպես չի, լսի, օրենքը որտեղ մնաց, քո չափ ու սահմանը որտեղ մնաց, հասկացանք վարչապետ ես, ուրեմն օրենքի իրավասության սահմաններում պիտի գործես, որպեսզի դու այնպես պիտի անես, որ ժողովուրդը քեզ սիրի, ոչ թե ստիպես, որ ժողովուրդը քեզ սիրի։ Ստիպելով չեն սիրում մարդուն, հնարավոր չի։ Քավլիցի։ Իր սեփական կնոջը չի կարող կողքին պահի, որպես կին ենթարկեսնի իրան, հա, որպես քողակից, որպես ընդհանուր տան մայր, ասենք հետևաբար ոնց պետք է ամբողջ երկիրը ղեկավարի կամ առաջնորդի։ Միֆ, սուտ։ Իշխանավորին վայր պահվածք, այլ հիստերիկա։ Բնականաբար ոչ։ Ես անկեղծ ղեկավար միշտ պատկերացրել եմ եւ տեսել եմ մինչեւ այսօր Քանեն Դեմիրճյան, որը սիմվոլ էր մինչեւ այսօր բոլորի համար ընդունելի։ Եվ տաստված որպես ինտրովիսանվել Կարապետյանը եւ տեսնում եմ իրան միայն, որտեղ իր մարդկային պահվածքը ոչ ավելնորդ բառապաշարը եւ իր adekvat լինելը չափազանց այդ նվիրավ չեմ անում մի խոսքով կարելի է անընդմեջ լավ բաներ ասել Սամվել Կարապետյանի ասեն, որտեղ ինքը արժանի մարդ է իրոք։ Եթե մարդու դեմքին ճիշտն ես ասեմ, մարդը սկսում է ջղայնանալ, նյարդանալ, իրան չի կարում պահի։ Եթե սուտ ես ասում, ստից ուրախանում է ինքը, կեղծ էթում ես, փաթթվում ես, ուրախանում է, այլ որ դեմը կանգնես ճիշտ ասես, սկսում է էլ բան չունի ասելու, սկսում է գորգռալ կամ մեկին տենում է, սկսում է հունից դուրս գալ։ Թող եթե հնարավոր է, թող գա, ասեմ 8 տարի ինչ ես արել, բացի խապելուց 8 տարի ինչ ես արել մեր համար։